Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ։ Խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ օծությունը, նորօծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ։ Քո Սուրբ Հոգու զորությամբ արձակված եղիր մեր իրավիճակների վրա։ Ամեն բան թող լինի քո վերահսկողության մեջ։ Առաջնորդիր մեզ քո ճշմարտության մեջ, քանի որ դու ես ճշմարտությունը։ Թող քո կամքը հայտնապես բոլորիս հայտնի լինի։ Ամեն ծածուկ բան թող լույսի մեջ գա։ Ամեն թաքուն բան թող ջրի երես դուրս գա։ Ինչ որ պահված ա եղել գաղտնիքները այս ժամանակների համար, թող խավարի միջի գանձերը դուրս գան, ոնց խոսել ու ասել ես ու խոստացել ես, որ խավարի միջի գանձերը պահված մեր համար են, ու իր ժամանակին դու դրանք բացում ես ու տալիս ես մեզ։ Ու այդ գանձերը քո հայտնություններն են, քո ճշմարտությունն է, որը այս ժամանակի համար արդեն հասանելի է, որպեսզի կարողանաս մարդկանց մտածելակերպի մեջ բերելով քո կամքի գիտության փոփոխությունը իրականացնես երկրի վրա այն ամենը, ինչ որ ուզում ես։ Քանի որ քո խոսքը ասում է, որ երկրի վրա ոչինչ չես անում, մինչև քո ծառայողներին, քո մարգարեներին չես հայտնում։ Շնորհակալություն, որ քո գանձերը պահված են եղել այս օրերի համար ու դու վստահում ես մեզ, որ մենք ճանաչենք ճշմարտությունը ու ճշմարտությունը առաջնորդի մեզ։ Փառք քեզ ամենակարող Աստված քո կատարյալ կամքի համար, որը բարին, հաճելին ու կատարյալն է, որը արձակված է մեր կյանքերի վրա Հիսուսի անունով, Հիսուսի ձեռով։ Ամեն։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, փառք Հիսուսին ամեն ինչի համար, որ Աստված անում է ու կանի։ Աստված գնում է փառքից փառք, ու մենք նույնպես իր հետ շարժվում ենք առաջ։ Գիտեք, այսօր շատ հետաքրքիր խոսք ունեմ, գուցե շատերից սա կզարմացնի, գուցե ձեր մեջ կան մարդիկ, որ արդեն ունեն նման հայտնություն, որոնք հաստատություն կստանան, գուցե նման հայտնություններ ստացել են մեր հայրերը ժամանակին, ու սրանք գրված են ինչ-որ տեղում, թաքնված են եղել այս օրերի համար, բայց այն ինչ-որ առավոտ Աստված խոսում էր իմ սրտին ու ցույց էր տալի որոշակի բաներ, ես ինքս զարմացած էի, ես երբեք էս չեմ մտածել, բայց սա շատ հետաքրքիր էր, որ այս դիրքից Աստված սկսեց որոշակի բաներ ցույց տալ, ու ես այս մասին ուզում եմ կիսվեմ ուղղակի ձեր հետ։ Գիտեք, ընթացքում տեսել եք, ես խոսում եմ հայ-իսրայելական հարաբերությունների մասին, օրհնում եմ Իսրայելը Հայաստանի անունից, ուզում եմ, որ Իսրայելը օրհնի Հայաստանը, ուզում եմ, որ մեր մեջ ձևավորվի այն ջերմ մտերմությունը Աստծու կամքով, որը այդ գերբնական միաբանության արդյունքում կբերի Աստծու կամքի հաղթանակները։ Քանի անգամ ասել եմ, որ և Հայաստանը և Իսրայելը Աստծու կողմից որոշված ընտրված երկրեր են, ընտրյալ երկրեր, իրանց կոչումի համաձայն, իրանց հանձնարարությամբ, ամեն մեկը իր հանձնարարությունը պետք է աներ այս երկրի վրա, ու ամեն մեկը շատ կարևոր է Աստծու համար, չկա ուրիշ որևէ երկիր Հայաստանի ու Իսրայելի նման։ Այստեղ դրա շուրջ մտածում էի ու իմ մոտ շատ հետաքրքիր բաներ սկսեց բացվել, ինչը որ ուզում եմ հիմա ձեր հետ կիսվեմ։ Գիտեք, բոլորս գիտենք, որ կյանքը վերսկսվեց Հայաստանից, Արարատյան թագավորությունից, Նոյան տապանը իջավ Արարատի վրա, Նոյը իր որդիներով մեր տարածք իջան, սկսեցին ստեղ ապրել, ու հետագայում առաջացավ նաև հայը,
Հաբեթի սերունդով, Հայկով, Թորգոմով առաջացավ Հայաստանը, հայ ժողովուրդը, ու հայ ժողովուրդը այս տարածքում որոշեց մնալ հավատարիմ մինչև այս օրերին։ Շատ շատերը գնացին շատ տարբեր տեղեր, շատ ազգություններ այս տարածքից, որ իրանց բոլորի հայրենիքը կարելի է համարել, տարածվեցին ազգերով մեկ, աշխարհով մեկ, ավելի շուտ աշխարհով մեկ, հետո ազգեր դառան։ Ու շատ հետաքրքիր մի բան, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ։ Աբրահամը ինքը այս տարածքում ապրելով մի օր Աստծուց խոսք ստացավ, որ դուրս արի հորդ տնից ու գնա այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։ Այսինքն Հայաստանի տարածքից Աբրահամը, ստանալով Աստծու խոսքը, գնում է միսիայի։ Պետք է իրականացնի մի առաքելություն, որ ինքն էլ սկզբից չգիտի, թե դա ինչ է։ Սկզբում ուղղակի Աստված ասում է, որ դա հնազանդությամբ պետք է Աբրահամը իրականացնի իր հոր տնից դուրս գալով, հետագա քայլերի մասին ոչինչ չգիտի։ Հետագան արդեն մենք ենք տեսնում պատմությունից, թե ինչ ընթացք է ստանում, ու ստեղից հասկանում ենք, որ Աստծու ծրագիրը, միսիան, որը տրված էր Աբրահամին, կայանում էր նրանում, որ ինքը պետք է ստեղծի Իսրայել, պետք է ստեղծի հրեա ժողովուրդ և Իսրայել պետություն, Իսրայել երկիր, մի երկիր, որը առանձնացված է Աստծու համար, Աստծու ծրագրերի համար։ Բայց հետաքրքիր մի բան ասեմ, առաջին միսիոները դուրս է գալի Հայաստանից։ Նորից առաքելական օծության մասին է խոսքը։ Հայաստանից դուրս է գալի միսիոները, առաքյալը, ու գնում է միսիա կատարելու, հնազանդվելով Աստծուն։ Ընթացքում մենք տեսնում ենք, որ տարածքը Աստված որոշած է լինում, դա այն տարածքն է, որտեղ հիմա Իսրայելն է։ Տեսնում ենք, որ Աբրահամի հնազանդության արդյունքում օրհնությունը փոխանցվում է հետագայում Իսահակին, Իսահակից Հակոբին, Հակոբի անունը Աստված փոխում է դնում է Իսրայել, ու այդ 12 որդիները, որ Հակոբը ունենում է, դրանք Իսրայելի 12 ցեղերն են։ Իրանք լինում են որոշակի ժամանակ գերության մեջ Եգիպտոսում, բայց Աստված Մովսեսի ձեռով իրանց հանում է ու տանում է խոսմունքի երկիր, Քանանի երկիր, ու իրանք նվաճում են այդ երկիրը այն սահմաններով, որ Աստված որոշում է, ու այդ երկիրը նպատակային երկիր է Աստծու համար նախատեսված, բայց այդ առաքելությունը սկսում է Աբրահամը, երբ որ ինքը դուրս է գալի Արարատյան թագավորությունից։ Ու ինքը երբ որ գնում է, հետագայում, երբ որ Մովսեսի ձեռքով արդեն օրենքն է տրվում, ձևավորվում է Իսրայել պետությունը ու Աստծու օրենքները ճանաչող միակ երկիրն է լինում, ինքը առանձնացված է լինում հատուկ Աստծո ծրագիրը այս երկրի վրա իրականացնելու համար։ Տեսեք, իր բաժին ծառայությունը ուրիշ է, Հայաստանին պատկանող ծառայությունը ուրիշ է։ Իրան է Աստված հանձնարարում ունենալ այդ օրենքները, որտեղ որ պատրաստում այդ երկիրը հետագայում իր այցելության համար։ Աստված այդ ձև է որոշում, դա Աստծու կամքն է։ Բայց ընթացքում Իսրայելը ինքը շեղվում է Աստծո ճշմարտությունից, շեղվում է Աստծուն ճշմարիտ ծառայությունից, սիրտը ծռվում է, ընկնում է կռապաշտության մեջ, ուրանում է Աստծուն, խոնարհվում է կուռքերի առաջ, ու Աստված ուղարկում է Հիսուսին իրանց կարգի բերելու համար, իրանց սիրտը ուղղելու համար, բայց իրանք մտածում են, թե իրանց մոտ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, ու իրանք որևէ խնդիր չունեն։ Հիսուսը երբ որ իրանց հանդիմանում էր, իրանք զարմանում էին, ինչ է խոսում Հիսուսը, եթե իրանք Աստծո ծառայողներն են։ Փարիսեցիներին, որոնք Աստծո ծառայությունն էին կատարում, որոնք ստացել են այդ ծառայությունը օրենքով,
բոլոր Իսրայելը գիտեր դրա մասին, Հիսուսը իրանց անվանում է սատանայի զավակներ։ Ի՞նչն է պատճառը։ Պատճառը այն է, որ իրանք թեկուզ այդ դիրքի մեջ էին, բայց իրանց սրտերը Աստծու հետ չէին։ Իրանք իրականում տեսքով աստվածապաշտ էին, բայց սրտով հեռացել էին Աստծուց։ Հիսուսը իրանց ասում էր ներկած դագաղներ, արտաքին տեսքը ձեր լավն է, բայց ներսից փտած եք։ Ուզում էր ասել, դուք արտաքնապես նման եք լավ ծառայողի, բայց իրականում ձեր սիրտը աստվածատեսնում ու ձեր սիրտը Աստծուն չի ծառայում, դուք ծառայում եք սատանային, դուք ձեր ցանկությունների հետևից եք գնում, դուք ընդհանրապես չեք հետաքրքրվում ինչ է ուզում Աստված, որպեսզի կատարեք իր ուզածը։ Ու Հիսուսը սա ասելով ուզում էր իրանց ճշմարտության գիտությանը բերեր, որպեսզի իրանց սրտերը ուղղեր, որպեսզի իրանց վերադարձներ Աստծու փառքի մեջ։ Իրանք փոխանակ հնազանդվեին, մի բան էլ ջղայնացան, կատաղեցին, վերցրեցին ու իրանց հանդիմանողին սպանեցին։ Մտածեցին, ազատվեցին նրանից, ով որ իրանց անդադար հանդիմանում էր ու չգիտես խի իրանց սատանայի զավակներ էր անվանում։ Իրանք համոզված էին, որ ամեն ինչ ճիշտ են արել, բայց Աստված ցույց տվեց, որ ինքը Հիսուսի հետ էր, ոչ թե Իսրայելի, վերցրեց ու Հիսուսին հարություն տվեց։ Դա հնարավորություն էր Իսրայելին տեսնելու, հասկանալու, գիտակցելու կատարվածը, որպեսզի գոնե դրանից հետո զղջան ու ապաշխարեն։ Բայց ցավոք սրտու իրանք իրանց սրտերը խստացրեցին, մի բան էլ Հիսուս Քրիստոսին քարոզողներին սկսեցին հալածել ու երկրից հետագայում վտարեցին։ Ու Իսրայելը իր սիրտը կարծրացրեց ու փակեց իր սիրտը Հիսուսի առաջ, որը փրկության ճանապարհն էր, որը միակ ճանապարհն էր, ու անարգելով Հիսուսին անարգեցին իրան ուղարկողին։ Գիտեք, Իսրայելը որպես Աստծու կողմից ստեղծված երկիր, Աստծու ծրագրերի համար ստեղծված երկիր, այն կոչումի համաձայն, որ պետք է ընթանար, ուրացավ իր կոչումը, իր սիրտը հեռացնելով Աստծուց։ Իրանք մտածում են, թե Աստծու հետ են, բայց իրականում իրանց սիրտը Աստծուց հեռացած է։ Ոստեղ Հայաստանը, որպես միսիոներական երկիր, որտեղից դուրս եկավ Աբրահամը, որ իր միսիոներին ուղարկեց Աստծու կամքը կատարելու, ինքը շատ լավ տեսնում է, թե ինչ կատարվեց Իսրայելի հետ։ Աստծու կողմից ծնված երկիր, որը պետք է կատարեր Աստծու կամքը, շեղվեց ճշմարտությունից ու հայտնվեց մոլորության մեջ ու դառավ Աստծու թշնամի։ Ինչպիսին պետք է լինի Հայաստանի վերաբերմունքը նման դեպքում Իսրայելին, երբ որ այս տեսանկյունից նայում է։ Գիտեք, իրականում դա շատ մեծ ցավ է, որովհետև երբ որ հովիվը ինքը իր օգնականներին հոգևոր առումով պատրաստում է, որպեսզի իրանց ուղարկի միսիայի, բոլոր հանձնարարությունները, երբ որ տված է լինում, բոլոր իրավիճակների համար համապատասխան գիտություն է տված լինում, թե որ իրավիճակների մեջ ոնց պետք է վարվեն, որ ճիշտ լինի, ու երբ որ տեսնում է իր ուղարկած միսիոները ճանապարհի կեսից սխալ ընտրություն է անում ու շեղվում է ճանապարհից, հասկանում է, որ ինքը իր միսիան կորցնում է, ինքը իր միսիայից շեղվել է, ինքը այլևս Աստծու կամքը չի կատարում, ինքը գնում է իր ցանկությունների հետևից, ինքը նույնիսկ չհասկանալով խոնարհվում է արդեն սատանայի առաջ։ Նույն ցավը ավելի լավ հասկանում է հայրը, երբ որ իր որդուն կոնկրետ ուղարկում է ինչ-որտեղ հանձնարարությամբ, համապատասխան պատրաստվածությունը տված լինելով հանդերձ, ու երբ որ տենում է իր տղեն կամ դուստրը շեղվում են ճշմարտությունից, որ չեն անում այն, ինչ որ ինքն է իրանց ասը, այն, ինչ որ ինքն է սովորացրել, այլ գնում են իրանց ցանկությունների հետևից, այդ հոր սիրտը ահավոր ցավում է։
ինքը շատ լավ գիտակցում է, որ իր երեխեքը կործանման եզրին են իրանց սխալ ընտրության արդյունքում։ Հայրը ինքը այս դիրքի մեջ, երբ որ տեսնում է իր երեխու կործանումը, շատ կարևոր է, որ իրան պահի շատ ճիշտ ձևով։ Իհարկե նա կարա բարկանա։ Նայեք, Նոյը, երբ որ ինքը մերկացած խմած վրանի մեջ էր, իր որդին քամը երբ որ եկավ տեսավ, գնաց Հաբեթին ու Սեմին պատմեց դրա մասին ու ծիծաղում էր, որ Նոյին նման վիճակում տեսել է։ Սեմն ու Հաբեթը շրջված եկան իրենց հոր մերկությունը ծածկեցին ու թույլ չտվեցին, որ իրանց սրտերը սխալ բանով պղտորվի։ Իրանք իրանց սիրտը պահեցին, ինչը որ քամը չարեց։ Նոյը, երբ որ իմացավ սրա մասին, իր բարկությունը բորբոքվեց ու ինքը այդ բորբոքված ջղայնացած դիրքից անիծեց քամին։ Այսինքն անիծեց Քանանին, որը քամի հետևորդն է։ Բայց այդ իրավիճակը, որը քամը իրան թույլ տվեց, այսինքն սխալ պահվածք էր իր հոր հանդեպ, անարգանք էր։ Ու Նոյը բարկացած անիծեց։ Շատ կարևոր է, որ մենք, երբ որ տեսնում ենք մեր երեխեքի սխալ պահվածքը, Նոյի նման բարկացած չանիծենք։ Չնայած, որ մեր երեխեքը, եթե սխալ են իրենց պահել, շեղվել են ճշմարտությունից, բոլոր հիմքերը տվել են, որովհետև իրականում հոր խոսքից անցել են։ Ուստեղ շատ կարևոր է, թե ինչ դիրքի մեջ կլինի հայրը։ Երբ որ հիմա խոսում եմ այս մասին, ես ուզում եմ, որ մեր սիրտը մենք ուղիղ պահենք ու ճիշտ պահենք Իսրայելի հանդեպ, որը մեր փոքր աղբերն է։ Մենք ավագ որդին ենք, որովհետև մեզանից դուրս եկավ Աբրահամը ու գնաց ու ստեղծեց հետագայում Իսրայելը։ Մենք ստացվում է, որ ավագն ենք, մենք սկզբից հենց տեղ էինք։ Բայց որպես ավագ եղբայր շատ կարևոր է, որ մենք մեր աղբորը ճիշտ վերաբերվենք։ Շատ կարևոր է, որ մենք իմանալով հանդերձ, որ իրանք Աստծուն ուրացել են, շեղվել են ճշմարտությունից, ընկել են կռապաշտության մեջ, մենք հասկանալով ու գիտակցելով, որ այն կոչումը, որ իրանց տրված էր, որ իրանք չեն կարողացել անել, ու մենք ստիպված այդ միսիան վերցրել ենք մեր վրա ու մենք ենք աշխարհով մեկ տարածում Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը, չհպարտանանք։ Շատ կարևոր է, որ մենք ներենք իրանց։ Շատ կարևոր է, որ մենք հասկանալով հանդերձ մեծավարի մեզ պահենք։ Թույլ չտանք մեզ հպարտություն իրանց հանդեպ։ Գիտեք, մեր ներելու արդյունքում Իսրայելը կփոխվի։ Ես երեկ այս մասին թեթևակի ասում էի, որ մեր ներումը դուռ է բացում, որ աստվածային զորությունը կպնի այն մարդկանց, ում որ սիրում ես, որ իրականում ուզում ես իրանց փրկությունը, ոչ թե կործանումը։ Գիտեք, Աբրահամը, երբ որ ինքը դուրս եկավ հոր տնից ու գնում էր դեպի խոստմունքի երկիր, ճանապարհին իր հետ ուներ Ղովտին, որ իր աղբոր որդին էր, որին ինքը սիրում էր հարազատ երեխու պես, որովհետև հələ որ երեխեք չուներ։ Ու մտածում էր, որ Ղովտը իր ժառանգն է, իր ողջ ունեցվածքի տերը Ղովտը պետքա լինի, քանի որ Սառան չբեր էր։ Բայց ընթացքում ստացվեց մի հատ իրավիճակ, որ Ղովտը Աբրահամի հետ խնդիր ունեցավ ու իրանք բաժանվեցին իրարից։ Ուստեղ հայրը բաժանվում է որդուց, աղբոր որդին էր, բայց իրականում որդու պես էր սիրում, դրա համար ասում են, որ որդուց բաժանվեց։ Աբրահամի համար շատ մեծ ցավ էր Ղովտի նման դիրքը, որը սխալ էր հոր հանդեպ, անարգանք էր իր հոր հանդեպ։ Բայց Աբրահամը սիրելով հանդերձ որևէ սխալ բան չասեց Ղովտին։ Թույլ տվեց, որ Ղովտը գնա իր ճանապարհով։ Չնայած որ հասկանում էր, որ այն ճանապարհը, որ գնում է Ղովտը, դա Աստծո կամքը չի, Աստծո պաշտպանությունից դուրս է։ Բայց ինչ էր անում Աբրահամը։
Այ հոր սիրտը ստեղ է երևում, որ ինքը անդադար բարեխոսության մեջ էր։ Ու դա երևում է հենց այն ժամանակ, երբ որ իմանում է, որ Ղովտը հարձակման է ենթարկվել, ինքը արագ ձևով գնում է օգնության։ Ինքը չի ասում քեզ տենց էլ պետք էր, տեղն էր, քո պահվածքի արդյունքն է սա, որ պետք է հնձես։ Իրականում կարար տենց ասել, որովհետև իրական պատճառը հենց էդ էր։ Ղովտը իր սխալ պահվածքի արդյունքում հայտնվել էր անեծքի տակ, Աստծո պաշտպանությունը հեռացել էր։ Բայց Աբրահամը այդ ամեն ինչը գիտակցելով հանդերձ Աստծուց բարեխոսություն է խնդրում Ղովտի համար, խնդրում է զորություն, որ գնա ազատի։ Ու Աստված օրհնում է այդ որոշումը։ Աստծուն դուր է գալի այդ որոշումը, որ Աբրահամը կայացնում է։ Սա հոր դիրքն է, հոր սրտի դիրքն է։ Գիտեք, ավագ եղբայրը ինքը ժառանգում է հիմնականում այն ամենը, ինչ որ հորն է պատկանում։ Հիմնական առաջնային ժառանգը ավագ որդին է։ Խելն ասում, որ մենք ավագ որդին ենք, իսկ Իսրայելը կրտսերը։ Մենք տեսնելով Իսրայելի ուրացումը Աստծուն, շատ կարևոր է, որ ներենք։ Թեկուզ իրանք դա չեն հասկանում, բայց շատ կարևոր է, որ մենք հասկանանք ու ներենք։ Մեր ներման արդյունքում է, որ իրանց կյանքում կգա այդ աստվածային շնորհը, փրկությունը, որ ինքը կվերադառնա Աստծո գիրկը։ Հիշում եք անառակ որդու առակը։ Այն նույն ձևով այդ կրտսեր որդին վերցրեց իր ունեցվածքը ու գնաց իր ճանապարհներով, իր հաճույքների հետևից գնաց։ Հոր սիրտը ցավում էր, բայց որդու ընտրած կամքին չբռնացավ։ Ավագ որդին նույնպես նայում էր այդ ամեն ինչին ու հանգիստ նայում էր, թե հայրը ոնց է տանջվում, փոքր աղբերը ոնց է հեռանում։ Ինքը շատ անտարբեր էր կատարվածի համար ու ինչ-որ տեղ էլ կարելի է ուրախ էր, որովհետև ողջ ունեցվածքը մնում էր իրան։ Ու երբ որ փոքր եղբայրը զղջալով, ապաշխարելով վերադառնում է, ավագ որդին, որը Աստծու մոտից, հոր մոտից ոչ միտեղ չէր հեռացել, ուզում է, որ Աստված իրան մեղադրի, փոքր եղբորը դատի ու զրկի ամեն ինչից իր պահվածքի պատճառով, որովհետև իր մոտ չկար այն ճիշտ սիրտը, որը պետքա լիներ հորից ժառանգած։ Ավագ որդին հորը չէր ճանաչում, որովհետև եթե ճանաչեր, կունենար նույն հոր սիրտը ու նույն ձևով կվերաբերվեր իր փոքր եղբորը։ Ուրախ կլներ իր վերադարձով։ Ինքը իր կողմից ամեն ինչ արած կլներ մի օր առաջ, որ գնար աղբորը գտներ, հետ բերեր, բայց ինքը նման բաներ չէր անում։ Ինքը իր աղբոր համար չէր բարեխոսում։ Ինքը աղբոր գալով չուրախացավ, ճիշտ հակառակը տխրեց։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք մեր սրտի դիրքով չլինենք այդ ավագ որդու նման։ Հայաստանը շատ կարևոր է, որ չլինի ավագ որդու նման, որ Իսրայելի կործանումով ուրախանա։ Իսրայելը մեր փոքր աղբերն է, ու մենք շատ կարևոր է, որ զգանք մեր հոր սիրտը ոնց է ցավում Իսրայելի համար։ Ու ինքներս պատրաստական լինենք իրանց կյանքերում բերելու աստվածային գերբնական փոփոխությունը։ Սա է պատճառը, որ ես ժամանակ առ ժամանակ ասում եմ, որ մենք կանչված ենք Իսրայելի համար։ Ես խոսում եմ այն մասին, որ մենք ավագ եղբոր դիրքից ունենք պատասխանատվություն ու պարտավորվածություն մեր փոքր աղբոր հանդեպ, որը մտքով մի քիչ տկար է, քան մենք, որովհետև ավագ եղբայրը ավելի հասուն է։ Եկեք մեզ պահենք հասուն եղբոր պես։ Եկեք մենք ներող լինենք, թեկուզ որ իրանք անարգել են մեր հորը, մեր Աստծուն, իր կամքը չեն կատարել, թեկուզ որ ստեղից գնացել են միսիայի ու միսիան ամբողջությամբ տապալել են։ Եկեք ներենք, որ իրանք վերականգնվեն այն դիրքի մեջ, որ Աստված ուզում է։ Եկեք ներենք, որ Աստված այցելի Իսրայելին ու մեղք չհամարի իրանց։
իրականում մեր բարեխոսությունից շատ բան է կախված, որտեղ իրանք մեր երկրից են գնացել ու ստեղծվել, որպեսզի այդ միսիան իրականացնեն, մենք ունենք պարտավորվածություն ներելու մեր միսիոներին, որին ուղարկել էինք Աստծո հանձնարարությունը կատարելու։ Հայր իմ, Հիսուսի անունով ես բերում եմ քո առաջ Իսրայելը։ Ես խնդրում եմ, որ դու ներես Իսրայելը իր աննազանդության համար, իր կռապաշտության համար, այն բոլոր քո ջանքերը, Հիսուս, որ դու անում ես, որ իրանց ուղես ու դնես ճշմարիտ ճանապարհի վրա, իրանք չհասկանալով քեզ սպանեցին, խաչեցին ու մինչև այսօր քեզ իրանց թշնամի են համարում, բայց իրանց միտքը կուրացած է։ Իրանք չեն հասկանում իրականում ինչ են անում։ Բայց ես խնդրում եմ, որ դու ներես Իսրայելը, Հայաստանը, որը քո ավագ որդին է, խնդրում եմ, որ դու ներես իր կրտսեր եղբորը Իսրայելին։ Այո, մենք մեր եղբոր փոխարեն շատ բան արել ենք, որպեսզի հանձնարարությունը կիսատ չմնա ու քո արքայությունը տարածվի ամբողջ աշխարհով մեկ։ Բայց մենք չենք կարող անտարբեր մնանք ու ուրախանանք նրանով, որ իրանց կոչումը մեզ է անցել ու իրանք զրկված են քո փառքից, բայց մենք քո փառքի մեջ ենք։ Մենք սիրում ենք Իսրայելը, մեր հարազատ աղբորը, ու խնդրում ենք քո գերբնական շնորհքը Իսրայելի վրա։ Ու կապ չունի իրանք կհասկանան սա թե չէ, որ մենք իրանք սիրում ենք ու օրհնում ենք։ Նույնիսկ կապ չունի իրանք մեզ կօրհնեն թե կանիծեն։ Ես չեմ ասում նրա համար, որ իրանք փոխհատուցեն։ Ես ասում եմ, որ իրանք փրկվեն, որ իրանք ողորմություն գտնեն քո առաջ, որ շնորհ գտնեն։ Ես գիտեմ, որ վերջին օրերին Հայր դու կայցելես իրանց, բայց դու այս աղոթքը լսում ես ու պատասխանում ես։ Ու այս աղոթքը պատճառ է, որ բարձրանում է որպես հաճելի խունկ, որի բույրը քեզ դուր է գալի։ Այս բարեխոսությունը քո ժողովրդի հանդեպ, որոնք մոլորության մեջ են, որ դու բերես իրանց քո կամքի գիտությանը ու Հիսուս Քրիստոսին Աստված ճանաչելուն։ Շնորհակալություն, որ մենք կարող ենք կանգնել մեր եղբոր համար ու գիտենք, որ մեր աղոթքը լսում ու պատասխանում ես։ Ես օրհնում եմ Իսրայելը, օրհնում եմ հայ-իսրայելական հարաբերությունները։ Հայր քո գերբնական շնորհքը Իսրայելի վրա, ու ոնց խոստացել ես վերջի ժամանակների համար, քո հոգին թափիր Իսրայելի վրա, որ իրանց աչքերը բացվեն ու նրանք սկսեն ճանաչել ճշմարտությունը։ Բժշկիր հայ-իսրայելական հարաբերությունները, թող իրանց մոտ գա այդ հասկացողությունը, որ իրանք գիտակցեն, որ ունեն մեր նման աղբեր իրանց կողքին, որ իրանց սիրում է անմնացորդ ու անշահախնդիր։ Տեր, շնորհակալ ենք, որ քո սիրտը մեր մեջ ձևավորել ես ու մենք կարող ենք երկրի վրա ներկայացնել քեզ։ Շնորհակալություն, որ իրականում քո շնորհքի մեջ ենք։ Ինչ որ կանք քեզանով ենք, մեր ջանքերով չի եղել սա։ Սա քո շնորհքն է, քո ընտրությունն է մեր կյանքում։ Եթե մենք այս ձևի ենք ու այսօր հավատարիմ ենք մնացել քեզ, դա էլի քո շնորհքն է։ Քո ընտրած որոշումն է, այս տարածքը, այս ազգը, այս ազգին այցելելը, այս ազգից քո միսիոներին ուղարկելը, փրկությանդ տապանը ստեղ կանգնեցնելը, բոլորի հայրենիքը այս տարածքը համարելը, սա մեր շնորհքը չի, սա քո շնորհքն է։ Շնորհակալություն, որ մենք հայքի հետևորդն ենք։ Շնորհակալություն, որ մենք հայ ենք։ Շնորհակալություն, որ մեր սիրտը փնտրում է քեզ ու մենք ծարավ ենք ամեն ժամանակ քեզ ճանաչելու։ Այս ծարավ սիրտը ողջ հայ ժողովրդի կյանքում գնալով թող ուժեղանա, այս ծարավը երբեք չհագենա։ Հոգևոր սով ողջ հայ ժողովրդի վրա քեզ փնտրելու, քեզ ճանաչելու, իրականում քո սիրտը ունենալու, Հայր, քո սիրտը հասկանալու ու ազգերին ներկայացնելու քեզ։ Շնորհակալ ենք, որ քեզ պետք ենք եկել այսքան ժամանակ այս երկրի վրա քո կամքը կատարելու համար։
եղիր փառավորված բոլորիս կյանքում, ու այն ծրագիրը, որ ունես մեր միջոցով իրականացնելու շարունակությունը, որ տալիս ես, թող լինի ել ավելի զորավոր ու գերբնական, թող բոլոր ազգերի մոտ գա հասկացողությունը Հայաստանի մասին, Հայաստանի ով լինելու մասին, ոչ միայն այդ հասկացողությունը թող գա Իսրայելի մոտ, այլ ողջ աշխարհի, ողջ ազգերի, որ հասկանան կարևորությունը Հայաստանի, գիտակցեն ինչքան կարևոր է ճիշտ վերաբերվելը ավագ եղբոր հանդեպ, որտեղ եւ իրանց օրհնությունն է։ Շնորհակալ եմ, որ Հայաստանին օրհնողներին օրհնում ես։ Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրվողների հանդեպ գիտեմ, որ իրավունք ունես լիակատար դատաստան տեսնելու ու դատաստանդ արդար է, բայց խնդրում եմ ողորմություն անես ու իրանց բերես ապաշխարության։ Թող սա դառնա իրանց ապաշխարության պատճառը, քո զորավոր որդու Հիսուս Քրիստոսի անունով, հենց այն զոհի պատճառով Հիսուս, որ դու արել ես ողջ մարդկության համար, այդ շնորհքը թող արձակված լինի ողջ ազգերի վրա, ովքեր որ Հայաստանի թշնամիներն են, թող սա դառնա պատճառ իրանց ապաշխարելու, փրկվելու, քո կամքը ճանաչելու, քո առաջ խոնարհվելու ու իրանց սրտի դիրքը Հայաստանի հանդեպ փոխվելու, մեր բոլոր թշնամիներին կանգնեցրու մեր կողքին, ովքեր որ մեզ հալածողներն էին, թող դառնան մեր ձեռքերը բարձրացնողն ու զորացնողը, որ մենք էլ այս երկրի վրա իրականացնենք քո կամքը։ Ամեն մեկը, ով որ հպարտացած է Հայաստանի դեմ ու փորձում է Հայաստանին իր գերին դարձնի, հանդիմանի իրան ու ամեն մեկին բեր ճիշտ դիրքի մեջ, որ ամեն մեկը գիտակցի, որ մենք որևէ մեկի ստրուկը չենք, մենք ունենք առաջնեկություն ու մենք հասկանում ու գնահատում ենք մեր վրայի օծությունը, որ իրանք գնահատեն ու հասկանան մեր վրայի օծությունը ու սա իրանց ճիշտ վերաբերմունքի պատճառով դառնա իրանց օրհնությունը, հակառակ դեպքում իրանք սխալ դիրքում են ու վտանգված է իրանց կյանքը։ Հայր, նորից եմ խնդրում, ես չեմ ուզում իրանց կործանումը, ես ուզում եմ իրանց ապաշխարությունը, քո փառավոր մեծ հաղթանակը ամբողջ աշխարհով մեկ բոլոր ազգերի վրա զորավոր մեծ արթնություն քո խոսքի պատճառով, քո զոհի պատճառով ու այն բարեխոսության պատճառով, որ այսօր Հայաստանից բարձրանում է բոլոր ազգերի համար։ Շնորհակալություն, սիրելի Հայր, որ լսում ու պատասխանում ես ամեն ժամանակ։ Փառավորվիր քո ժողովրդի վրա ու զորավոր մեծ արթնությունդ քո հոգու զորությամբ թող արձակված լինի ողջ աշխարհով մեկ։ Մասսայական ապաշխարություն Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունելու, ճանաչելու ու Հիսուսի առաջ խոնարհվելու։ Փառք ես քո փառավոր մեծ աշխատանքի համար, որ սկսում ես քո զորավորների միջոցով իրականացնել այս երկրի վրա ու սա քո արթնությունն այս վերջի ժամանակների համար, որ պատրաստում ես անես։ Սա քո արթնության վերջին անձրևն է, սա քո նոր գինին է, որ թափում ես ազգերի վրա ու ազգերը հարբում են քո հոգով։ Շնորհակալություն, որ քո գերբնական այցելությամբ, հոգու զորությամբ այցելում ես ամեն մեկին ու անձամբ ամեն մեկի հետ ունենում ես հանդիպում ու մարդիկ վերապրում են քեզ։ Քո ճանապարհները անքննելի են, քո մոտեցումները ամեն մեկի համար յուրահատուկ, ամեն մեկի հետ խոսիր իրա հասկանալի լեզվով, որ ամեն մեկի կյանքում գա գերբնական փոփոխությունը, ապաշխարությունն ու փրկությունը, թող անեծքը փոխվի օրհնության Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, Տիրոջ օրհնությունը քո վրա, Տիրոջ գերբնական շնորհքը քո վրա։ Օրհնում եմ, որ ամեն մեկի կյանքում գա հասկացողությունը, որ գիտակցես ու հասկանաս ով ես դու Աստծու մեջ, այն արժեքները, որ քո մեջ դրված է ու այն դիրքի մեջ, որ Աստված քեզ դրել է, քո դիրքը գնահատես, քեզ ինքդ հարգես ու երբ որ դու քեզ հարգես,
կողքինները քեզ կսկսեն հարգել ու կնային նույն աչքերով, ոնց դու ես քեզ նայում։ Տիրոջ աչքերը քո վրա ու ազգերի աչքերը քո վրա Տիրոջ հայացքով։ Օրհնում եմ քեզ Հայաստան, որ լինես Աստծու կամքի մեջ ամեն ժամանակ, Աստծուն փառավորելով, Աստծուն ցույց տալով ազգերին։ Մնա հաստատուն այն առաքելության մեջ, որ ստացել ես Աստծուց, ու թող Աստված փառավորվի քո միջոցով ազգերի մեջ ու ողջ Հայաստանում Հիսուսի անունով։ Ամեն։